Նույնիսկ պատերազմից հետո երբևէ հասարակության մեջ նիկոլիզմի, նիկոլական ռեժիմի հանդեպ ատելությունը, դժգոհությունը այսքան գեներացված չի եղել, ինչքան հիմա։ Նաև մենք պիտի հաշվարկենք աշխարհաքաղաքական գործոնները։ Ինչպես պետք է ստուգել ձեր ասածը, այդ գեներացված ատելությունը ինչ տոկոս է կազմում։ Ես ավելի քան վստահ եմ։ Իմպիչմենտով թե ընտրությամբ։ Միանշանակ, եթե հասանք ընտրության, եթե հասանք հերթական ընտրության, ես կարող եմ այստեղ գրել, ստորագրել, գիտեք, սա Եվրոպաներում այդքան աշխատած Նաիրա Զոհրաբյանը ընտրությունից բացի ուրիշ բան է պատկերացնում։ Միանշանակ Նիկոլ Փաշինյանը ինչ արեց 18 թվականին։ Ինչ արեց։ Բայց մենք պիտի մնանք այդ հորի մեջ։ Բացարձակ սա հոր չի։ Մի հատ նայեք ամբողջ ժողովրդավարական երկրներում, նայեք Գերմանիայում, նայեք մյուս տեղերում, միջև ընտրությունները, նայեք Ֆրանսիայում, քանի անգամ է կառավարությունը հրաժարական տալիս։ Ավելին, դա շատ ավելի ժողովրդավարական գործիք է։ Ձևավորվում է հետո ընտրությամբ, չէ՞։ Դե բնականաբար իմ ասածը թողեք միտքս ավարտեմ, ես ասեմ ինչա լինելու։ Ուրեմն ժողովրդավարական արևմուտքում ավելի շատ կիրառվում է անվստահության իմպիչմենտի գործիքը, քան որևէ կառավարություն ԵՄ երկրում հասնում է հերթական իր ընտրության ժամկետին։